Այդպես պրոստը նկարելը չունենաս MS աշխատակազմի։ Եթե չեմ մենք քեզ դուրս ենք արել։ Վազգեն ջան, ես մոտավոր տեղը ինչի մասն եմ, ես փորձեցի նաև խոսել աշխատակազմի ղեկավարի հետ, ինքը չփոխանցեց, չնայած իրեն մեսեջ եմ ուղարկել։ Հիմա ես տեսեցի, որ կանոնավոր օրենքում չկա կետ, որը արգելում է ինձ գտնվել հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ նաև ինչ հայտ ուղարկել։ Այդ մասով ինչ է, դիմեք այդ հարցերով աշխատակազմի։ Ինչ անի, մատը վարչական դիմենք։ Որտե ուզում եք դիմեք։ Հիմա դուրս ենք։ Ձեզ հրահանգել են դուրս։ Ոչ ոքի հարցերին չեմ պատասխանում։ Խնդրում եմ արգելի լրագրող, ոչ ոք ինձ հարց չտա։ Ձեր ծառայության հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մենք ձեր հետ խնդիր չունենք։ Հարցը լրագրողականում, հիմա դուրս ենք արի, եթե չէ մենք ձեզ դուրս ենք հրավիրել։ Ինչ եք անել։ Դուրս ենք հրավիրել։ Պատգամավորները նման ձեռքեր բռնել Հարց մի տվեք, հարցեր ունեք դիմեք աշխատակազմի Ես դիմելը չեմ պատասխանում։ Այդ ձեր խնդիրը հիմա դուրս Հիմա ես պատգամավորի հայտով եկել եմ այստեղ։ Չեք կարա դու պատգամավորի հայտացինք։ Բայց ինչ եք Ես ասեցի եւ տեղեկացրեցի։ Ես տեղեկացրեցի։ Ոչ ոքի հանցագործություն։ Շատունը ճանապարհը բաց է։ Այդ հարցերը աշխատակազմի ղեկավարին գտի։ Այդ հարցը Կալեն Սիմոնյանին, սա իր մանրախնդրության փոքրության հերթական դրսևորումն է, ուրիշ ոչ մի բան, որը այստեղ եղավ, սկսվեց այս դահլիճից, հենց այս հատվածից, հիմա շարունակվում է սենց։ Դիկո արի։ Դե մուտքը արգելվում է լրագրողներին։ Ո՞նց է արգելվում։ Այդ արգելման հրամանակը բերես տեսնենք։ Հիմա Ձեզ դույս եք։ Ազգային ժողովի տարածքի։ Հասկացել եմ հետ։ Դու հիմա դուք եք ապօրինություն գործում։ Մենք չէ, բայց չէ։ Այսինքն ձեզ ասել են, որ պետք է լրագրողի ձեռքերը ոլորեք տանեք։ Հրամանի կատարում, Դավիթ Արաքելյանն թե Ալենն է որոշել։ Այդ հարցերը իրանց հետ։ Դուք եք անում։ Հիմա ես չեք այստեղ որ Ես քեզ ներկայացրեցի, շուտ չգա։ Ես ձեզ ներկայացրեցի, որ չներկայացրեցի ինչ հոգում է։ ասեցի, որովհետև ձեր հարցերը աշխատակազմի ղեկավարին։ Դուք ասեցիք չէ, դուրս չեմ գալու։ Այդ հարցերը իրանց ես ձեզ օրինակը սահմանա չափության մեջը ես ձեզ տեղեկացրել եմ ասեցիք դուրս արի ասում եք որ աշխատակազմի ինչի՞ չեք դառնում աշխատակազմի ինչ է նշանակում դուրս եք հրավիրում Դավիթ Արաքելյանը Վայ, դու ում հայտով ես եկել։ Գեղամ Մանուկյանի հայտով եկել եմ։ Գեղամ Մանուկյանը ձեզ դիմելա չէ որ դուրս գաք տարածքից։ Գեղամ Մանուկյանին ես տեղեկացրեմ, իվա մի բան է, ժողովուրդ ջան։ Դե գնացի, հարցազրույց չեմ տալի, ժողովուրդ ջան, էլի մեկ։ Դե թողեք, հա, դուրս է գալիս, չէ, չենք, ձեռքերը չենք բռնել։ Որովհետև մեր օրինակա պահանջի քնարիք չէր, չէր ենթարկել։ Ես ասեցի դուրս են գալի։ Վայն ասեց դուրս չեմ գալի։ Այսինքն երբ որ պատգամավորի մոտ մարդ է գալիս, դուք կարաք օրինական բան Ես ձեր հարցերին չեմ պատասխանելու։ Դե հիմա Դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Աշխատակազմի ղեկավարը շատ է ջոգում օրենքներից, որ մի հատ էլ բան անի։ Այդ հարցերով իրաց գնահատականներ էլի որ աշխատակիցներ մարդը հայտով եկել է։ Թույլ տվեք գնա, ինչ խնդիր կա։ Ինչ հիմքով է։ Հեռացնում ինչ շենքից։ Ինքը պատգամավորի կողքն նստած Հարցը ջուր խմեմ նոր էլի։ Չեմ փախնում, դու անդամ։ Լավ երեխեք, եկեք թողենք վային գնա, հենենք աշխատակազմի ղեկավարի մոտ։
Վերջին հանցագործն Ձեզ չենք դիպչել։ Ոնց չեք դիպչել ձեզ։ Ուրեմն մեր աշխատանքին մի խոչընդոտեք, որ ձեզ Հանցագործի ինչ մենք ձեր աշխատանքը չենք խոչընդոտում։ Դրա համար մենք մեր աշխատանքն ենք անում։ Ղեկավարը չի կարողացել հողում Ես այդ հարցին չեմ պատասխանում։ Ես այդ հարցին չեմ պատասխանում։ իրավունք չունեմ ընդդեմ գտնվել։ Ես այդ հարցին չեմ պատասխանում։ Այդ Ալենի ու Դավոյի հորինածն է։ Այդ օրենքները իրանք են հորինել։ Իրանք չունեն ուրիշ օրենք։ Հասկանում եք, իրանք հորինում են այդ օրենքները։ Ոնց ապօրինից զրկել են պետք։ Այդպես ապօրինի Ձեր հարցերի պատասխանը լիարժեք կստանաք աշխատանքին։ օրինական հարգելի պպծավ աշխատանքի օրինական պատգամավորի հայտով իջել է։ Օրինական պատգամավորի հայտով իջել է, օրինական պատգամավորը իրան զգուշացրել է, որ դուրս արի տարածքից։ Քրեական նշանակում դուրս տարածքից։ Դուք հիմա վաղը կարող եմ մեզ ասել դուրս եկեք տարածքից։ Տիկլարի։ Ես նախապես ճշտել եմ, իրավունք ունեմ գտնվել այն տարածքում, որտեղ պատգամավորն է գտնվում։ Ես եկել եմ լուսաբանելու այդ պատգամավորին եւ հանձնաժողովի նիստը։ Ինձ ասում են կարող եմ մի վարկ, ինձ ասում են կարող եմ լինել միայն իր պատգամավորի սենյակում, բայց այդպեսի օրենքի կետ չկա, հողում չկա։ Ապօրինի է։ Դրսում, բոլոր այդերը դրսում։ Տիկո։ Ո՞ւր է ձեր ղեկավարը ՊՊԾ։ Ու հրահանգով եք Վահեին դուրս հրավիրում շենքից։ Ակակետի ներսում նկարանում չի իրականացում, հարգելի օպերատորներ, լրագրողներ, խնդրում եմ սպասեք դրսում։ Կամերան անջատեք, բայ ջան, խնդրում եմ դուրս գաս։